այսքանը հիմա անդրադառնամ ներքաղաքական զարգացումներին։ Գիտեք, նախ ասեմ, որ վերջին մի հաղորդման ժամանակ հարցազրույցի ասել եմ, որ այսօր մեր պետությունը ներկայացնում են պետական հանցագործները։ Գիտեք, միշտ դեմ եմ եղել, որ պիտակավորում են կամ ենթադրություններ են անում, կամ ինչ-որ ածականներ, որոշիչներ, բացահայտիչներ են տալիս մարդկանց առանց փաստերի։ Ես ասում եմ պետական հանցագործներ եւ փաստական փաստերով եմ դա ներկայացնելու, որովհետեւ դրանք բավականին լուրջ մեղադրանք են, երբ պետության երկու կարևորագույն դեմքերին վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին ասում ես դու պետական հանցագործներ եք։ Մանրամասն չեմ ասել, բայց այսպես որպես բանաձևումներ, ձևակերպումներ մի երկուսը որպես փաստ կներկայացնեմ, ասել եւ կրկնում եմ, որ վարչապետի հրահանգով, նրա նախաձեռնությամբ, նրա հրամանով մեր պետության մեջ տապալվել է սահմանադրական կարգ։ Մի փաստ, որը շատ ակնհայտ է, երբ հրահանգեց շրջապատեն դատարանները եւ ոստիկանների օգնությամբ շրջապատեցին եւ ընդ որում զգետնեցին դատավորներից մեկին, որ ուզում էր մտնել իր աշխատասենյակ, զգետնեցին ոստիկանների մասնակցությամբ, միջամտությամբ եւ այլն։ Դա սահմանադրական կարգի տապալում չի, կարող է դատաիրավական այդ ամբողջ համակարգից որևէ մեկ ինձ բացատրի, որ դա ոչ ազգի ինքնիշխանության կամ մեր պետության զորացման ցուցանիշ է եղել։ Կարող է դատաիրավական համակարգի որևէ ներկայացուցիչ ասի, որ երբ ինքը անկեղծորեն թիվ 1 ամբիոնից հայտարարում է, որ կարող էին չունենալ 5000 զոհ կամ ես էլ եմ գտնում, որ պետք է ճիշտ թիվը ասվի, թե քանի զոհ են ունեցել, բայց չեն հրապարակում ոչ զոհերի անունները, ոչ առնայտ կորածների եւ այլն։ Չգիտեմ քանի, թող 4000 լինի կամ 3000 քանի արու։ Լավ կլինի, որ ասվի դա, երբ հայտարարում է, որ մենք ունենայինք, երբ ինքն է հայտարարում Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ամբիոնից, կունենայինք նույն կարգավիճակը Արցախում, նույն վիճակը կունենայինք առանց այդ հազարավոր զոհերի, բայց այդ ժամանակ ժողովուրդը ինձ դավաճան կանվաներ։ Դա չի նշանակում, որ դու օգտագործել ես քո պաշտոնական լիազորությունները եւ զոհել ես հազարավոր երիտասարդների, որպեսզի կարողանաս պահել քո իշխանությունը։ Կա որևէ մեկը ձեզանից, որ կարող է հակառակը ինձ ապացուցել։ Կա որևէ մեկը ձեզանից, գիտեք, հետաքրքիր որն է, ինձ ասում են չոր սևեռվածը Սալեն Սիմոնյանին նկատմամբ, չէ, ուղղակի նրա գործողություններն են, որ այսպես հանգիստ չեն տալիս, ասում են, ոնց կարող է այս տեսակ այսօր ղեկավարել ազգային ժողովը։ Մի քանի գումարումների падգամավոր եմ եղել, 7-8 ազգային ժողովի նախագահների հետ եմ աշխատել, եւ իսկապես սա սարսափելի է այս տեսակը, երբ այդ նույն Նիկոլ Փաշինյանին լրագրողը հարցնում է, ինչ կասեք մարդու մասին, ազգային ժողովի նախագահի մասին, որ այս բառը նորից օգտագործեմ, որ թքել է քաղաքացու վրա, պետության վրա։ Այսպես խորախորուրդ ինչ-որ միջում պաուզա է տալիս, հետո ասում է, բայց նա էլ է մարդ, չէ, նա էլ է, չէ, արժեք է, բայց ստորագույն արժեք է։ Եվ ստորագույն արժեքներ են բոլոր նրանք, ովքեր տեսնում են, որ առնվազն մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ պաշտոնական դիրքի չարաշահում գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, մյուս բոլոր դատաիրավական մարմնի ղեկավարները աչք են փակում դրանով, ասելով, որ քայլարազներ կարող եք մեր քաղաքացիների հետ ամենաստոր գործողությունները իրականացնել, իմացեք, որ մենք ձեզ չենք պատժելու, ձեր օրենքը ձեր վրա չի իրականացվելու։ Ուզեմ ասել, որ մի քանի անգամ հրավիրել եմ, ել չեմ հրավիրի, որտեղ գիտեմ չեն գա։ Ասել եմ, եկեք ուղիղ եթերում բանավիճենք, ես ապացուցեմ, որ դուք պետական հանցագործներ եք, ազգի դավաճաններ եք, որ դուք պետությունը տանում եք կործանման։ Չեք գալիս, որովհետև ինչ պիտի պատասխանեք, այսին բերած էլի փաստեր կան, չեմ ուզում անդրադառնալ։ Եվ ողբերգությունն ինձ երբեմն ասում են, վերջապես այդ ակտիվ քաղաքական գործունեությանը դվերժտու, չգիտեմ, ասում են նորմալ ընտանիք ունես, կենսագրություն եւ այլն։ Գիտես, երևի ճիշտ են ասում, բայց որ առավոտ արդանում ես, իսկապես տեսնում ես ովքեր են ղեկավարում քեզ, ովքեր են պատասխան տալու քո երեխաների, թոռների համար, ովքեր են քո արժանապատվությունը, պետությանը արժանապատվության վրա ոտքերդ մաքրում, բոլորը ծիծաղում են մեզ վրա, իսկապես ապրելը չի գալիս։ Ապրելը չի գալիս, հասկանում եք։ Մի խոսքով, մարդիկ իրենք պետական հանցագործներ են եւ պետք է պատասխան տան։ Հիմա այս դատաիրավական համակարգը առնվազն իրենց ղեկավարները, իրենք հանցագործներ են ծնում։ Այո, հանցագործներ։
Ես էլ եմ դրանց մեջ մտնում, որովհետև եթե դու որպես օրենքը, օրինակ դատախազությունը օրենքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է, եթե գլխավոր դատախազը կարող է արդարացնել ազգային ժողովի նախագահի պահվածքը, այդ ստորագույն պահվածքը, կամ վարչապետի պահվածքը, չի մտածում, որ վաղը մյուս օր, եթե դու չես անում, այդ մարդուց վրեժ են լուծելու փողոցում մարդիկ։ Հասկանում եք, դուք չեք հասկանում, որ դուք ինքներդ հանցագործներ եք ծնում դինելով։ Դուք չեք գիտակցում, որ հանցագործության մաս եք կազմում, հանցակից եք դառնում այս իշխանություններին, ապահովելով նրանց պետականակործան գործունեությունը։ Չեք հասկանում։ Չհասկանում եք։ Եվ ցավոք սրտի այս բևեռացումը, որ կա այսօր, լուրջ բևեռացում կա այսօր։ Երբեք Հայաստանում ընդդիմություն կամ իշխանություն այսքան բևեռացված չի եղել։ Եվ այդ բևեռների արանքը լցված է թույնով, չարությամբ, մաղձով, ատելությամբ, ագրեսիայով։ Եվ դա ամեն օր եք զգում, հատկապես երբ նայում եք նաև մեր հանրային հեռուստատեսությունը, որտեղ ուղղակի ավելի է խորացնում այդ անդունդը, այս բևեռային անդունդը, բրկված թույնով կրկնում եմ, մաղձով, ատելությամբ ավելի է խորացնում, չէ, հանրային հեռուստատեսությունը ունի լավ հաղորդումներ, ես նկատի ունեմ հասարակական քաղաքական հաղորդումները, որը կերպավորում է Պետրոս Ղազարյանը, որին ժամանակին Նատաշկա էր անվանում Նիկոլ Փաշինյանից, Նատաշկան ռուսական իրականության մեջ գիտեք ինչ է խորհրդանշում, բայց սցենարի հեղինակ է նաև ՌԱՀ-ի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Թվում է թե ասեմ, որ ինքը իսկապես այդ ոլորտի գիտակ մարդկանցից է։ Ինքը կարող էր իսկապես իր այդ գիտակցությունը, իր մասնագիտական հմտությունները իրականացնել, որպեսզի այդ բևեռացումը ոչ թե հանրային հեռուստատեսությունը նպաստել այդ բևեռացմանը, այլ կարողանալ ինչ-որ դրական գործ անել, որովհետև այդ նույն բևեռացումը կա նաև լրատվադաշտում իշխանական եւ ոչ իշխանական։ Բայց ցավոք սրտի ինքը ավելի շատ օգտվեց նրանից կամ հիմա օգտվում է, ընդ որում բոլոր իշխանությունների ժամանակ է այդպես եղել, բարձրում է։ Օգտվում է, որ իշխանությունը չունի, հատկապես վարչապետ կոչվածը չունի, քծնանքի նկատմամբ իմունիտետ չունի, քծնելով միշտ իշխանությունների կողքին լինելով, ինքը այդ Պետրոս Ղազարյանի հետ միասին իրենք ավելի են բևեռացնում, ավելի են ատելությունը, ավելի են այսպես պիրկ ատելությամբ են լցնում այդ բևեռի միջին մասը, այսինքն այդ բևեռի արանքը։ Բոլոր դեպքերում ես ելի եմ կրկնում, գիտեք, մենք մի դասախոս ես ունեի, երբ Երևանում էի սովորում, լուսահոգի Սերգեյ Աթաբեկյանը, հրաշալի կերպար, շատ կնամեծար կերպար էր, ասում էր, տղեկ ասում էր, որ տղեկով նստում էինք, ասում էր կնոջը կամ պիտի սիրել կամ շատ սիրել։ Գլխավոր դատախազ Արգելի Տիկին, շատ չէ, բայց սիրելով ասում եմ, վայր դրեք այդ մանդատը։ Դուք հանցակից եք դառնում, դուք այսօր այդ համակարգը լցրել եք Խաչիկ Մուղդուսիներով։ Հիշում եմ, ինձ ու դատախազի ուրեմն ներկայացուցիչը պահանջեց դատարանից 3 տարի ազատազրկում։ Իսկապես անսպասելի էր։ Իմ հրաշալի փաստաբանը Հարազդատ Արությունյան ասում է, բայց գիտեք, Ռուբեն Հակոբյանը արդեն 70 տարեկան է եւ դա մեղմացուցիչ հանգամանք օրենքով նախատեսված։ Սա պիտի նորից կրկնեմ։ Ինքը ասում է, հայ, ես չգիտեի, որ 70 տարեկան է։ Ասում է, եթե գիտեք, ուրեմն պետք է ինչ-որ տեղ փոփոխություն լինի։ Դա ասում է, չէ, նշանակություն չունի, այսինքն ստակ այդ սալտաֆոնը, այդ Մուղդուսին եկել է ինչ-որ այն վերևներից բան է վերել, որ պահանջեք սա։ Եթե ասենք այդ վերևները ասեին, որ Ռուբեն Հակոբյանից պահանջում են, որ դառնա Ամերիկայի պրեզիդենտ, այդ բան վերդիկտը կտար։ Այսինքն տիկին վայր դրեք այդ մանդատը։ Հասկանում եք։ Հնարավոր չի, դուք գրակ այդ կերպար եք։ Գիտեք, ուրեմն այս մեր բաների ժամանակ այն ինչ որ կատարվում է Հայաստանում դատաիրական համակարգում, Մաքիավելին, Նիկոլա Մաքիավելին, վստահ եմ գրագետ կինեք, կարդացած կլինեք, ինքը այսպես մի իմաստուն խոսք ունի, ասում է, երբ բռնապետը նաև տգետ է, ապա նրա կողք հավաքված բոլորը իրենց տգետն են ձևանում կամ տգետ են ցույց տալիս։ Ես մենակ կավելացնեի հետևյալը, որ ով
քիչ ավելի շատ գրագետ է, նա ավելի է, այսպես համոզիչ ներկայանում որպես տգետ։ Կներեք, բայց երևի ձեր տեսակի համար է դա ասված, որովհետև չեմ կարծում, որ դուք այն ինչ որ թվարկեցիք քիչ առաջ, չեմ կարծում, որ դուք չեք գիտացում, չեք տեսնում, որ պետական հանցագործների հետ մենք գործ ունենք։ Ես կարող եմ, եթե խնդիր կա, կարող եմ ձեզ հետ հանդիպել, թեկուզ ուղիղ եթերում եւ դա ձեզ իսկապես բացատրեմ, համոզեմ ձեզ։ Բայց ելի եմ ասում, լավ կլինի տիկին դուք վայր դնեք այդ մանդատը, որտեղ դուք անցակից եք դարձնում այս ամեն ինչն ինչ որ կատարվում է։ Մի հարցեր պետք է անդրադառնամ, հա, այստեղ բայց չեմ կարող երկու խոսք ասել, ինձ փաստորեն չգիտեմ, գուցե դատավորի նկատմամբ որոշակի բաժիս գործողություն են իրականացրել, որտեղ իրենք շատ էին ուզում, որ ինձ ազատազրկեին, չեղավ, բայց մյուս կողմից 3.5 միլիոն ինչ-որ տուգանք են նշանակել եւ ամենածիծաղելին, որ փակել են, այսինքն ես չեմ կարող Հայաստանից դուրս գալ, լավ, եղբայր ինչի, այսինքն ինչ է դա նշանակում։ Մի խոսքով այս դատաիրավական համակարգը սա ողբերգություն է մեր պետության, մեր հասարակության, մեր քաղաքացու, նա ողբերգություն է բերում մեր պետության գլխին ճակատագրի հետ կապված։ Եվ մի հարցը պետք է անդրադառնա, որ երկար ժամանակ լռել եմ, բայց այսօր պետք է ասեմ, հիշում եք, այսպես մի կերպար կար, որը երևի թե Հայաստանում եզակի կերպար է, որ մորդեմ ցուսմունք է տվել։ Ես տարբեր արդյունքներով անդրադարձել եմ դրան, որովհետև քաղաքականության մասին երբ բան է խոսում, մանավանդ որ ես հավատում եմ այն բոլոր խոսակցություններին, նաև լրատվամիջոցներում, որ սա ինչ-որ պետությունների շպիոն է եւ իսկապես այնպիսի կարողություններ ունի, որ ուզում է ճշտել որտեղից այդ կարողությունները, ինքը շատ է խոսում կոռուպցիայի, չգիտեմ ինչի մասին։ Այդ անդերս լրատվամիջոցներն են ասում այդ մասին, բայց անդրադարձել եմ, որ ոչ մենակ հայ մարդը, ընդհանրապես աշխարհում չպետք է լինի որևէ մի էակ, մի երկոտանի, որ կարող է մորդեմ ցուսմունք տա, բայց ի՞նչն է պատճառը։ Սա պետք է կարճ ասեմ, որպեսզի անդրադառնամ այն հիմնական հարցին, որին ուզում եմ անդրադառնալ, որ ինքը ինչ է ասում։ Ինքը այսօր խոսում է, քննադատում է բոլորին, նախկին նախագահներին, քաղաքական գործիչներին, իր կերպարով խոսում է պետության բարոյականության, զորացման, բանակի, արժի համակարգերի մասին, մարդը, որը բանակից դասալիք է եւ բանակից խուսափելու համար ինքը որպես սարկավակ խափել է, ինչ-որ թղթեր է բերել, խափել է եկեղեցուն։ Այնուհետև, որպեսզի բանակում չճարայի, դա բացահայտվել է, ուրեմն ընկերոջ ընտանիքի անդամների եւ կնոջ եւ երեխաների փաստաթղթերը գողացել է, իր վրա է դրել, որ ինքը բազմազավակ հայր է, ամուսնացած չի, չգիտեմ, ինչ սերի ներկայացուցեն նույնիսկ, եւ այդ թղթերով փորձել է ազատել բանակից։ Երևի ստացվել է, բայց հետո բացահայտվել է Ռոբերտ Քոչարյանի, ուրեմն նախագահության օրոք եւ դատապարտվել է ինքը եւ չի ներում, որ իրեն բացահայտել են եւ դատապարտել են եւ որովհետեւ ես երբեմն անդրադարձել եմ այս կերպարին, որտեղ տեսեք Սարդարաբադի ժամանակ, հա, 18 թվականի 900 դասալիկներին, թուրքամոլներին ուղղակի փողոցում գնդակահարում էին։ Մեր ժամանակ 90-ականների սկիզբներին դա ավելի շատ վազգենի ճշգրիտ մոտեցումն էր, որ դասալիկներին կամ նրանք, ովքեր խուսափում էին բանակից, պատերազմող պետություն էին, հենց փողոցից բռնում տանում էին բանակ, վարժեցնում էին եւ մտցնում էին դիրքեր եւ դրանով մենք կարողացանք հաղթել։ Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք այս տեսակը, որը դասական դասալիքի կերպար է, դավաճանի կերպար է, այն Պետրոս Ղազարյանի հյուրասենյակում նստած բարբերաբար մտնում է հանրային եթեր եւ մեծ բարոյականության դասեր է տալիս։ Բանակ ունենալու դասեր է տալիս, արժանապատիվ ապրելու դասեր է տալիս։ Եվ որպեսզի կարողանա վրեժ լուծել, մի անգամ հայտարարեց, որ Նայիրի Հունանյանի հետ հանդիպել է եւ Նայիրի Հունանյանը տոլի ասել է, որ ողջևորվել եմ Վազգեն Մանուկյանի, Երան Մարգարյանի, Արուբեն Հակոբյանի խոսքերից, թե նրանց հետ եմ հանդիպել, թե նրանք են ինձ ոչ ինչ-որ բաներ ասել, եւ այդպես ուրեմն բերեց դրեց շրջանառության մեջ եւ երբեմն հիմա էլ անդրադառնում է դրան։ Ընդհանրապես արդարանալ չեմ սիրում։ Փաստ պետք է ասեմ, որ չեմ հիշում, որ երբ դաշնակցությունից հեռացվել է 90-ականների սկիզբները եղել, երբևէ հանդիպել եմ Նայիրի Հունանյանի հետ, բացի տերորի օրը, ահաբեկչության օրը։ Ուզում էի դատի տալ, բայց նկատի ունենալով իր դատական համակարգ ունենք, ընդհանրապես չանդրադարձա դրան։ Հիմա ինչ եմ խոսում այս մասին։ Վերջին շրջանում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները, նաև Երևանի ավագանիում, պես հարց են բարձրացնում եւ կարծում եմ դա ծրագիր է։
Ուրեմն Facebook-յան էջերում հարց թե ինչով էր զբաղված Ռուբեն Հակոբյանը հոկտեմբերի 27-ին 99 թվականի ուրեմն այդ ահաբեկչության օրը։ Հիմա ուշադիր լսի Արամ Սարգսյան, գիտեմ որ քո ծրագիրն է դա, ես ասեմ ինչով էի զբաղված։ Բայց կուզենամ որ լսես, ոչ մենակ լսես նաև հասկանաս ինչ եմ ասում։ Այո, ես խորհրդարանում էի։ Արամ Սարգսյան, դու քեզ երևի խնայել եմ, չեմ ուզեցել քեզ անդրադառնալ, որովհետև միշտ դիտել եմ, որ դու քաղաքականություն ու պոլիտիկանությունը իրարից չես տարբերում։ Արգելի Արամ։ Այնպես որ ժամանակին չէիր տարբերում գաճն ու ցեմենտը, բայց հայտնի պատճառներով ուրեմն նշանակվեցի ցեմենտի գործարանի տնօրեն։ Հիմա ասեմ, ինչով էի զբաղված, ես դահլիճում էի իհարկե։ Ինձանից մի քանի մետր են կողմ գնդակարեցին մեր պարլամենտը։ Վազգեն Սարգսյանին։ Հետաքրքիր է գիտես, որ մինչև հիմա դու այդպես էլ հարց բարձրացրեցիր, որտեղից այդքան թույն, այդքան մաղձ այդ Կարեն Հունանյանի մոտ, որ երբ մի ամբողջ պարունակ, մի ամբողջ մագազին դատարկեց Վազգեն Սարգսյանի մարմնի վրա, չնայած Վազգենը իրեն բանով այդպես վերջը բոլորը սպանվածները այդմել էին ուրեմն ատակին, բայց նստած էլի մնաց իր տեղում, որտեղից է այդքան թույն։ Դու երբևէ այդ արծը քեզ տվել ես։ Եթե տայիր, եթե այդ բառերը ինչ որ ասեց, ինչ որ արտաբերեց, այդ ահաբեկի, չգիտես ինչ էր արտաբերում։ Արտաբերում էր բառեր, ձևակերպումներ, եզրույթներ, որը Նիկոլ Փաշինյանը առնվազն վերջին 4-5 տարիների ընթացքում օգտագործել էր Վազգենի նկատմամբ։ Դու հիշում ես, կամ կարդացած կլինես 99 թվականի ապրիլ, լավ եմ հիշում, որտեղ ելույթ եմ ունեցել դրա հետ կապված, երբ մի գրոտեսկային ծաղրանկար տվեց Վազգենի նկարը իր թերթում եւ դիմեց մայրերին, ասաց. «Սիրելի մայրեր, բանակից ձեր որդիների դիակներով են ձեզ շնորհավորելու ինչ-որ տոնական օրերին»։ Եվ էլի տարբեր, ասում եմ, թե ընտրությունների հետ կապված, բանակի հետ կապված, մի խոսքով։ Եվ դες խոսք ասեմ, ոչ ոք Վազգենի հեղինակության վրա այդքան ոտքերի չի մաքրել, ինչքան այս պատուհասն ազգակործանել։ Դու հարց տվեցիր։ Եթե հարց տայիր, որովհետև քեզ ծնել է Վազգենը, դու ինքդ արհեստական ծնունդ ես, Վազգենով ես դու մտել քաղաքական դաշտ եւ կրկնում եմ պոլիտիկանտությամբ ես զբաղվում, եթե դու իսկապես ցավում ես Վազգենի համար, ուղղակի կոկորդից պետք է բռնեիր դրա այդ պատուհասի եւ ասեիր սերիկա դու իմ եղբոր ոտքի տակի հողը չարժես։ Այդ ինչ ես ասել իմ եղբոր մասին, ինչ ես այդքան գեներացրել ատելություն եղբորս նկատմամբ, երբ սպանված Վազգենին քո բառերով էին հայով եւ խզակոթով արվածում էին, ավտոմատի խզակոթով արվածում էին Վազգենին։ Չէ, քեզ դա ձեռ չի տալիս, որովհետեւ քեզ Վազգենի անունը այնքանով է անհրաժեշտ, ինչքանով որ քաղաքական դիվիդենդ ես ուզում շահել, բայց որպես եղբայր ես կարծում եմ դու ուղղակի միացել ես այն մարդկանց, ովքեր այսօր Վազգենի անունը շարքելով ուզում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Եվ ընդհանրապես ես կդիմեմ խոնարհվելով բոլոր զոհերի առջև առաջ կդիմեմ նրանց թույլ մի տվեք ձեր զոհերի հիշատակը շահարկեն ինչ-որ քաղաքական դիվիդենտների համար։ Ինչպես այս դեպքում ասացի Արամ Սարգսյանը։ Մի բան էլ պետք է ասեմ, այդ քո քաղաքական կողմնորոշումների հետ կապված։ Ես տեղափոխվել էի 2000 թվականի սկզբին արտաքին գործերի նախարարության համակարգ, որտեղ պետք է նշանակվի գլխավոր հյուպատոսի դեպ նորակա Հայաստանի առաջի գլխավոր հյուպատոսն եմ եղել Ռուսաստանում, նստավայրը Սանկտ Պետերբուրգ, եւ մեկ էլ հանկարծ Ռուսաստանի արտգործնախարարությունից նամակ բողոք այսպես ստանում են, որ ձեր վարչապետը եկել է Ռուսաստան, Մոսկվա, պետք է հանդիպի Պուտինի հետ եւ մենք չունենք տեղեկություն այդ մասին։ Մեր արարողակարգը, պրոտոկոլի բաժին ասում եմ, մենք չունենք նման ինֆորմացիա։ Կապվում են նախագահականի հետ, արարողակարգի հետ, նախագահականից էլ չունեն նման ինֆորմացիա, որ վարչապետը Մոսկվայում է պետք է հայտնվի հանդիպի Պուտինի հետ։ Վարչապետի աշխատակազմը չի պատասխանում։ Եվ ինչ, եւ բարձրում է ուղղակի գնացել է, գիտեք, այստեղ պիտի մի քիչ անդրադառնամ այն թիմը, այն նենք թիմը, որը եկել էր դեր Վազգենի մարմինը տանք էր եւ պահանջում էր, որպեսզի Քոչարյանը իրենց պաշտոնների նշանակի, նենք թիմ էր, ուղղակի ասում էր եկել եմ ծառայենք ձեզ, մենակ պաշտոններ տվեք, մեկը վարչապետ, փոխվարչապետ, գլխավոր դատախազ, պաշտպանության նախարար, այդ թիմն է, գիտեք։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ բառապաշարով դուրս վռնդեց դրանք։ Եվ դրանք մնացին այսպես հիմնական
արմատական ընդդիմությունը այդ օրվա իշխանությունը եւ ինչեւ այսօր էլ մանում են, հատկապես այն բանը Անդրանիկ Քոչարյանը, որ գնաց Գյումրի նշանակվեց որպես Անդրանիկ Քոչարյան, վերադարձավ որպես Ռեշանդո։ Իր գործնեության տեսակը դա է։ Նենք բանսարկու։ Մի խոսքով ասածս որն է։ Երբ ասում եմ ոչ միայն պետք է հասկանաս, նաև հասկացածը պետք է իրականացնես, Արամ Սարգսյան, այդ շատ անբարո գործը դրանով մի զբաղվի։ Եթե դու իսկապես մտածում ես եղբորդ մասին, դու այս հարցը մի անգամ տուր այդ մարդուն, որին այսօր փաթաթվել ես ուզում ես իշխանության գալ, իշխանության մնալ, ասա, գետինը չես մտնում, որ եղբորս մասին այդպիսի բաներ ես ասել եւ այդպիսի դաժան տրամադրություն ես ձևավորել, գեներացրել այդ ԱԲԿ-ների մոտ։ Սա այդ թեմայով է վերջում։